Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարապ հոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը, կարող եք թիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, տիկտոկյան ալիքներում, Ադնակլասնիկում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքիր շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ինչպես գիտեք, սիրելիներս, ես ամեն կանխատեսումներ եմ կատարում տարող քարտերով, յուրաքանչյուր ամսվա համար, կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար, նաև կանխատեսումներ եմ կատարում կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար, լուսնի յուրաքանչյուր փուլի հետ կապված, եւ լիալուսնի եւ լորալուսնի ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, լուսինը այնպիսի էներգիա ունի, որ ազդում է մեզանից յուրաքանչյուրի բիոէներգետիկ դաշտի վրա, դրա համար լուսնի յուրաքանչյուր փոլ մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է։ Եվ այժմ ցանկանում են կանխատեսում կատարել կենտրոնակերպի բոլոր նշանների համար 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Ինքնըստինքյան Կարիճ համաստեղությունը ինքը շատ մուկական էներգետիկա ունի, շատ մեծ հնարավորություններ ունի յուրաքանչյուրի վրա մեծ կոնկրետ ազդեցություններ կատարել, ինքը Կարիճ համաստեղության էներգետիկան կարող է լինի եւ ավերիչ էներգետիկա, կարող է լինի նաեւ ստեղծարար էներգետիկա, եւ այժմ ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար տարող քարտերով կանխատեսում կատարել 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում Խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է սիրելի Խոյեր ձեր անձնական ոլորտում, ինչպիսի իրավիճակ է, ինչ խնդիրներ, ինչ պրոբլեմներ կբերի Կարիճ համաստեղությունը, ինչպիսի պրոբլեմներ կբերի այդ լիալուսինը մեր սիրելի Խոյերի անձնական ոլորտի վրա։ Ընդհանրապես սիրելի Խոյեր ցույց է տալիս, որ այդ լիալուսինը ձեր վրա որոշակի նեգատիվ բացասական ազդեցություն կունենա։ Սիրելի Խոյեր, հնարավոր է դեպրեսիա, հնարավոր է գլխացավեր, հնարավոր է տարօրինակ վախեր, ինչ-որ անհատական հարաբերություններ ստեղծելու համար, գիտեք, վախենակ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծեք, վախենակ գնաք հանդիպման, իսկ այն Խոյերը, ովքեր որ ամուսնացած են, սիրելի Խոյեր, հնարավոր է, որ 2025 թվականի մայիսի 12-ը այդ լիալուսինը ձեր անձնական կյանքի մեջ խնդիրներ եւ պրոբլեմներ մտցնի։ Դուք պետք է խելացի լինեք, պետք է իմաստուն լինեք, հասկանաք, որ տվյալ վախերը, տվյալ պրոբլեմները, դրանք ժամանակավոր են, ուղղակի որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք այդ էներգիայի ներգործությունից դուրս գաք եւ ձեր ընտանիքի վրա վտանգավոր խնդիրներ չբերեք, որովհետև հնարավոր է տարաձայնություններ, հնարավոր է վախեր, հնարավոր է վիճաբանություններ։ Ի նկատի ունեցեք, սիրելի Խոյեր, որ այդ վախերը,
այդ խնդիրները, այդ պրոբլեմները ժամանակավոր են, իրենք լուծում ունեցող խնդիրներ են, ուղղակի որոշակի ժամանակ եւ որոշակի համբերություն է պետք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճամասնության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, ձեր ասնական ոլորտում ցույց է տալիս, որ կլինի հաջողություններ, նաև կլինի հաջողություններ ձեր ֆինանսական ոլորտում, բայց ոչ մեծ սպասելի։ Հնարավոր է, որ եւ ձեր անձնական կյանքի մեջ, եւ ձեր ֆինանսական կյանքի մեջ, սիրելի խոյեր, որոշակի սկսի ընթացքը դատարել։ Իսկ մեր սիրելի խոյերը իրենք չեն սիրում, որ ընթացքը դանդաղում է, իրենք սիրում են արագ գնան, ամեն ինչին հասնեն, բայց այստեղ ցույց է տալիս, որ որոշակի դատար է մտնելու եւ ձեր անձնական կյանքի մեջ, եւ ձեր ֆինանսական կյանքի մեջ։ Հնարավոր է ինչ-որ մեծ ֆինանսական պլաններ ունեք, սիրելի խոյեր, բայց այստեղ ցույց է տալիս, որ այս լիալուսնի ժամանակահատվածում որոշակի դատար, բայց այդ դատարը վտանգավոր չէ։ Այդ դատարը հնարավորություն կտա, որ դուք ավելի ճիշտ մտածեք, ավելի ճիշտ հաշվարկներ կատարեք, որպեսզի ձեր կատարած գործողությունների մեջ ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ, ոչ մի վտանգավոր իրավիճակներ, թակարդներ եւ լարաններ չլինի։ Սիրելի խոյեր, ընդհանրապես ցույց է տալիս, որ հնարավոր է այն խոյերը, ովքեր որ ինչ-որ խնդիրներ ունեն ֆինանսական ոլորտում, հնարավոր է բանկային համակարգի հետ կապված, հնարավոր է ժառանգության հետ կապված, բայց հնարավոր է, որ այդ լիալուսնի ժամանակահատվածում այդ խնդիրները լուծվեն, ձեր դեմ ճանապարհներ եւ հնարավորություններ բացվի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճամասնության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, ընդհակառակը ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս առողջացում, ցույց է տալիս ապակինում, նույնիսկ հնարավոր է մեր սիրելի խոյերի մոտ լինի բեղմնավորում, ովքեր որ երկար ժամանակ սպասում էին երեխայի ծնունդի, հնարավոր է նոր երեխայի բեղմնավորում, նույնիսկ հնարավոր է երեխայի ծնունդ։ Առողջական խնդիրներ չկա, սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ այդ լիալուսնի ժամանակահատվածում, եթե նույնիսկ առողջական խնդիրներ, դուք այդ առողջական խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով, ապակինում է ցույց տալիս։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր, 2025 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ կկատարվի, բայց փոքր երազանքները, այն մեծ նպատակները, որ դուք դրել եք այդ ժամանակահատվածում, այդ մեծ նպատակներն ու երազանքները չեն կատարվի։ Փոքր երազանքները կկատարվին, ովքեր որ հետագայում հիմքեր կստեղծեն, այդ ժամանակահատվածում հիմքեր կստեղծեն, որի վրա հիմնվելով դուք հնարավորություն կունենաք հասնելու ձեր հետագա մեծ երազանքներին եւ նպատակներին։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճամասնության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում ցույց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում։
Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ 2023 թվականի մայիսի 12-ին ընդհանրապես լավ իրավիճակներ է մտնելու։ Այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, դա եւ տղամարդկանց է վերաբերվում, եւ կանանց է վերաբերվում, սիրելի ցուլեր։ Հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ հետագայում դուք երկար ընտանիք կազմելու, համատեղ ապրելու հնարավորություն կունենաք։ Այն ցուլերը, ովքեր որ շփվում են երկար ժամանակ, բայց չեն կարողանում իրենց սիրո խոսքը, իրենց երազանքը նպատակը արտահայտել, այս լիալուստի ժամանակահատվածում հնարավորություն կունենան արտահայտվել, ասեն այն, ինչ որ զգում են տվյալ անձնավորության հանդեպ եւ ինքնըստինքյան դրական պատասխան եք ստանալու ձեր այդ արտահայտված մտքի, ձեր այդ արտահայտված զգացմունքային երազանքի մասին։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած են, ցույց է տալիս, որ ձեր տան մեջ, ձեր անձնական կյանքում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կար, խնդիրներ կար, սիրելի ցուլեր, այս լիալուսինը ձեզ այնպիսի էներգետիկա կտա, այնպիսի հնարավորություն կտա, որ դուք այդ խնդիրներից ձերբազատվեք, ցույց կտա ելքեր, ցույց կտա հնարավորություններ, որով դուք ինքնըստինքյան կկարողանաք օգտագործել։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի ցուլեր, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաջողություններ են։ Հնարավոր է ձեր սեփական աշխատանքը, հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է աշխատավարձի բարձրացում։ Գիտեք ինչ, հնարավոր է դուք ձեր մտքերը, ձեր ծրագրերը, ձեր իդեաները այնպես կարողանաք ներկայացնել, որ հնարավորություն ունենաք ձեր մտքերն ու ծրագրերը, ձեր իդեաները իրականացնեք, նյութականացնեք, նյութական ֆինանսական հովանավորություն ստանաք ձեր այդ մտքերի, ձեր այդ ծրագրերի համար։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում ձեր եւ անձնական եւ ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություններ, հաղթանակներ, հնարավորություններ, նոր ձեռքբերումներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին, սիրելի ցուլեր, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, որ ճիշտ է, կարող է լինի թեթևակի խնդիրներ, խնդիրներ, բայց դուք կարողանալու եք ձեր շնորհքով, ձեր հնարամտությամբ, Աստծո էներգետիկայով կկարողանաք այդ խնդիրները հաղթահարել եւ դուրս գալ։ Նույնիսկ սիրելի ցուլեր, հնարավոր է այն ցուլերին, ում որ ցույց էին տվել ախտորոշում, որտեղ հնարավոր է վիրահատություն, որտեղ որ հնարավոր է թանկարժեք բարդ բուժման պրոցեդուրա, այստեղ ցույց է տալիս, որ այդ ախտորոշումը հնարավոր է հերկվի եւ դուք կկարողանաք ավելի թեթև բուժման պրոցեդուրա ստանալով այդ առողջական խնդիրներից ձերբազատվել։ Նաև սիրելի ցուլեր, հնարավոր է, որ դուք 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կարողանաք ձերբազատվել ձեր ներքին վախերից, որովհետև ձեր ներքին վախերը շատ դեպքերում չեն թողնում, որ դուք առաջ գնաք։ Ձեր այդ ներքին վախերը հնարավոր է դեպրեսիա, հնարավոր է ներքին վախեր, տագնապներ, դուք կկարողանաք այդ ներքին վախերից, այդ տագնապներից ձերբազատվել։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ցուլեր, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։
Այո, սիրելի ցուլեր, ձեր երազանքները կկատարվեն, ձեր երազանքները եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս ամուսնություն, ցույց է տալիս ամուսնության առաջարկություն, ցույց է տալիս սեր, միություն, ցույց է տալիս լավ աշխատանք, լավ հնարավորություն, ինչ երազանք եւ նպատակներ ունեք, սիրելի ցուլեր, այդ ժամանակահատվածում իրանք կատարվելու են եւ կատարվելու են ավելի լավ ձևով, ավելի ակտիվ ձևով։ Այժմ տեսնենք ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում երկվորյակ համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի երկվորյակներին, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի երկվորյակների անձնական ոլորտում։ Սիրելի երկվորյակներ, ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում կլինեն խնդիրներ, կլինեն պրոբլեմներ, կլինեն տարաձայնություններ։ Այն երկվորյակները, ովքեր որ ամուսնացած են, ցույց է տալիս, որ մեծ դժվարությամբ, բայց դուք կկարողանաք այդ խնդիրները, այդ պրոբլեմները, այդ տարաձայնությունները հաղթահարել։ Այն երկվորյակները, ովքեր որ ամուսնացած չեն, ովքեր որ ուղղակի դեռ ընկերական կապի մեջ են, իրենց մոտ հնարավոր է հարաբերությունների խզում, որովհետև սիրելի երկվորյակներ ցույց է տալիս, որ ձեր աչքերը բացվում են, դուք հասկանում եք, որ այդ անձնավորությունը այն մարդը չէ, որի հետ որ դուք կկարողանաք ձեր կյանքը դասավորել, որի հետ դուք կկարողանաք երջանկանալ եւ ձեր հարաբերությունների մեջ կլինի բաժանություն։ Նույնիսկ հնարավոր է սիրելի երկվորյակներ, ոչ թե դուք ինքներդ անձամբ ձեր կողմից լինի այդ հրաժարումը, այլ նաեւ հնարավոր է այն մարդը, ում վրա որ դուք հույս եք դրել, այդ անձնավորությունը ինքը հրաժարվի ձեր հետ հարաբերություններ ստեղծել, բայց ի նկատի ունեցեք սիրելի ուշադիր եղեք սիրելի երկվորյակներ, բայց այդ բաժանությունը չի նշանակում, որ դուք ձեր կյանքի մեջ երջանիկ չեք լինի։ Այստեղ ասած չկա չարիք առանց բարիք։ Սիրելի երկվորյակներ, այն երկվորյակները, ովքեր որ ամուսնացած են, ձեր տան մեջ խնդիրներ կլինի, պրոբլեմներ կլինի, բայց դուք կկարողանաք ձեր խելքով, ձեր հնարամտությամբ, ձեր նրբանկատությամբ կարողանաք այդ սուր անկյունները ինչ որ ձևով հարտել եւ ձեր ընտանեկան հարաբերությունների վտանգը կկարողանաք թոթափել, վտանգից կկարողանաք խուսափել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի երկվորյակների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի երկվորյակներ, ցույց է տալիս, որ ձեր ֆինանսական ոլորտում որոշակի խնդիրներ կարող է լինի։ Կարող է աշխատանքային վայրում, աշխատանքային կոլեկտիվում խնդիրներ, պրոբլեմներ լինի։ Խելացի եղեք, որովհետև այստեղ ցույց է տալիս, որ կարող են լինել մարդիկ, ովքեր որ ձեր ոտքի տակ փոս են փորում, որպեսզի դուք այդ աշխատանքից, այդ պաշտոնից զրկվեք։ Դուք խելացի եղեք, սիրելի երկվորյակներ, եւ դուք կկարողանաք այդ տարօրինակ իրավիճակից դուրս գաք։ Այն երկվորյակները, ովքեր որ երկար ժամանակ ինչ որ սպասում են, որ աշխատանքային ոլորտում կլինի հաջողություններ, գիտեք ինչ, ըստ լիալուսինը սիրելի երկվորյակներ, որոշակի ձևով դատար է մտցնում, հնարավոր է, գիտեք, երկար սպասված լուրը, որ դուք սպասում եք, որ աշխատանք կլինի, հաջողություն կլինի, հնարավոր է, որ
Այդ երկար սպասած լուրը ձեզ հասանելի չլինի։ Սիրելի եկվորակներ, նաև այսպիսի իրավիճակ է ցույց տալիս, ովքեր որ զբաղվում են իրենց սեփական գործունեությամբ, որոշակի դանդաղ, հնարավոր է եկամուտների որոշակի քիչ վաստակել, բայց սիրելի եկվորակներ, դա վախենալու չէ, որովհետև ցույց է տալիս, որ դա ժամանակավոր է, որոշակի ժամանակ հետո ձեր ֆինանսական ոլորտում մեծ հաջողություններ է լինելու։ Նաև սիրելի եկվորակներ, հնարավոր է, որ ձեր կյանքի մեջ այնպիսի ժամանակահատված մտնի, որ դուք կարողանաք ձեր ֆինանսական ոլորտում մեծ հնարավորություններ, մեծ հաջողություններ ստանալ։ Հնարավոր է այնպիսի ժամանակահատված լինի, որ դուք սերմեր ցանեք, որը հետագայում կկարողանաք այդ սերմերը քաղել, այդ սերմերի արդյունքից օգտվել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եկվորակների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի եկվորակներ, հնարավոր է երեխայի ծնունդ, սիրելի եկվորակներ, հնարավոր է բեղմնավորում, հնարավոր է առողջական խնդիրներ կապված երեխայի հղիությունը պաշտպանելու հետ կապված, բայց դա դուք անցնում եք լավ ձևով, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրները հաղթանակելով դուրս եք գալիս։ Գիտեք ինչ, սիրելի եկվորակներ, մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածը, լիալուսինը ձեր առողջական ոլորտի 100%-ով դրական լիցքեր է ցույց տալիս, առողջացում, լավացում, ապաքինում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի եկվորակներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում մեծ երազանքները չի կատարվի, սիրելի եկվորակներ, մեծ երազանքները, նպատակները չի կատարվի։ Նաև ուշադրություն դարձրեք, սիրելի եկվորակներ, հնարավոր է որոշակի ֆինանսական կորուստ, ակխելացի եղեք, ձեր ֆինանսական ներդրումները սխալ տեղեր մի կկատարեք, սխալ մարդկանց մի համագործակցեք, որովհետև ցույց է տալիս ֆինանսական կորուստ։ Նաև հնարավոր է, սիրելի եկվորակներ, ձեր մոտ լինի, ձեզանից որոշակի ֆինանսական կորուստ լինի գողության տեսքով։ Խելացի եղեք, ձեր դրամապանակը ճիշտ պահեք, ձեր ֆինանսական հոսքերը ճիշտ պահեք, որպեսզի նման իրավիճակների առաջ չկանգնեք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում Խեսկեդին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկեդիների անձնական ոլորտում, տեսնենք ինչ է սպասվում։ Սիրելի խեսկեդիներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, սեր, սիրո խոստովանություն, ամուսնության առաջարկություն։ Գիտեք ինչ, սիրելի խեսկեդիներ, 2025 թվականի մայիսի 12-ի ժամանակահատվածը Կարիճ-Համաստեղությունը, Կարիճ-Համաստեղության էներգետիկան ձեր անձնական ոլորտին դրական լիցքեր, դրական էներգիա է հաղորդում։ Այն խեսկեդիներն, ովքեր որ ամուսնացած են, եթե նույնիսկ գիտեք ինչ, հնարավոր է, եթե նույնիսկ ձեր տան մեջ կային պրոբլեմներ, կային տարաձայնություններ, այդ ժամանակահատվածում դուք կարողանալու եք այդ պրոբլեմներից, այդ տարաձայնություններից
այդ խնդիրներից դուրս գալ հաղթանակով։ Այն խեսկեդերներով, որ ամուսնացած չեն, սիրելի խեսկեդիներ, ձեր կյանքի մեջ մտնում է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում երկար համատեղ երջանիկ կյանք եք ունենալու։ Նաև սիրելի խեսկեդիներ, հնարավոր է երկար ժամանակ իրարից հեռու բաժանված ընտանիքի անդամներ են իրեն ձեր մոտ լինի միացում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկեդիների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիչ համաստեղության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի խեսկեդիներ, որոշակի դժվարություններ կա, որոշակի պրոբլեմներ կա, հնարավոր է հիասթափվեք աշխատանքից, հնարավոր է հիասթափվեք աշխատավարձից, հնարավոր է երկար ժամանակ ձգձգվի ձեր նոր աշխատանքի որոնումը, որովհետև Աստված ցույց է տալիս որոշակի դժվարություններ, որոշակի խնդիրներ, պրոբլեմներ։ Գիտեք ինչ, սիրելի խեսկեդիներ, ցույց է տալիս, որ նույնիսկ հնարավոր է, որ այդ խնդիրները, այդ պրոբլեմները, ֆինանսական դժվարությունները, ինչ որ առաջանում է ձեր կյանքի մեջ, մեղավորը միայն դուք եք մեղավոր եւ դուք կարողանալու եք ճիշտ է որոշակի դժվարությամբ եւ մենակ այդ իրավիճակը հաղթահարել եւ դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսկերիների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ի խեսկեդին համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Չկան առողջական խնդիրներ, եթե նույնիսկ առողջական խնդիրներ, դուք այդ առողջական խնդրից դուրս եք գալիս, ապաքինում է ցույց տալիս, սիրելի խեսկեդիներ, նույնիսկ եթե դուք մեծ առողջական բարդություններ ունեք, ցույց է տալիս, որ ձեր դեմ հնարավորություն է բացվում, նույնիսկ հնարավորություն կա, որ դուք կկարողանաք ձեր բուժման պրոցեդուրան այլ երկրում անցկացնել, որտեղ ավելի արդյունավետ բուժում կլինի, բայց կլինի բուժում, կլինի առողջացում։ Նաև այսպիսի իրավիճակ է, հնարավոր է, որ մեր սերելի խեսկեդերների մոտ հոգեբանական հիվանդություն կա, ներքին վախեր, ներքին դեպրեսիա, դուք սիրելի խեսկեդիներ կկարողանաք նաև այդ ներքին վախերից, այդ ներքին դեպրեսիայից դուրս գալ հաղթանակով։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խեսկեդիներ, 2025 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի խեսկեդիներ, ձեր երազանքները կկատարվեն եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, ինչ նպատակ երազանք որ ունեք, ինչ որ պլանավորել եք, ինչ որ ծրագրավորել եք, դրանք բոլորը կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում 2025 թվականի մայիսի 12-ին կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում այրուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի այրուզներին, մեր սիրելի այրուզների անձնական ոլորտում։ Տեսնենք ինչ է սպասվում սիրելի այրուզներ։ Սիրելի այրուզներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հնարավորություններ, ցույց է տալիս ելքեր, ցույց է տալիս խնդիրների լուծում։ Գիտեք ինչ, սիրելի այրուզներ, այստեղ ցույց է տալիս, որ ձեր անձնական երջանկությանը որոշակի ձևով խաթարում է ֆինանսական դժվարությունը, հնարավոր է ֆինանսական խնդիրներ, որը կարող է բերի անձնական պրոբլեմներ
ձեր տան մեջ, պրոբլեմներ ձեր անձնական ոլորտում, պրոբլեմներ նաև ձեր հարազատի, ձեր անձնական կիսվելու, շփվելու, սիրելի այրուզներ, բայց այստեղ ցույց է տալիս, որ 2025 թվականի մայիսի 12-ը կարիչ համաստեղությունը եւ այլ լիալուսինը ձեր կյանքի եւ ֆինանսական եւ անձնական ոլորտում հաջողություն է մտցնում, վերելք, հաղթանակներ եւ այդ ձեր ներքին վախերը, ձեր ներքին տագնապները դուք կարողանաք հաղթահարել եւ դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի այրուզներ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս առաջընթաց, ցույց է տալիս հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, նոր ճանապարհներ, հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է սիրելի այրուզներ, դուք որոշեք ավտոմեքենա գնել, որոշեք վկայական հանել, վարորդական իրավունք ստանալ, ընդհանրապես ցույց է տալիս, որ սիրելի այրուզներ, ձեր գործնական, ֆինանսական ոլորտում հաջողություններ է, պաշտոնի բարձրացում, սեփական աշխատանք ունենալու հնարավորություն, եթե նույնիսկ խնդիրներ կար ձեր կյանքի մեջ, ֆինանսական ոլորտում, բանկային համակարգում, սիրելի այրուզներ, այդ խնդիրներից դուք հաղթանակով ուրախ զվարթ կարողանալու եք դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Կլինեն որոշակի առողջական խնդիրներ, սիրելի այրուզներ, բայց վախենալու չէ, վտանգավոր չէ։ Շատ թեթև բուժման պրոցեդուրաներ եւ դուք այդ առողջական խնդիրը կհաղթարեք, դուրս կգաք։ Նաեւ հնարավոր է ուղղակի պոլիկլինիկա այցել, ընդհանուր ինչ-որ անալիզներ տալ, բայց ախտորոշումները կլինեն դրական, կլինեն իօգուտ ձեզ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այրուզներ, 2025 թվականի մայիսի 12-ին կարիչ համաստեղության տակ տեղ ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի այրուզներ, ձեր երազանքը կկատարվի։ Հնարավոր է այն այրուզներ, ովքեր որ ամուսնացած են, դուք ձեր տան մեջ գտնեք սեր, գտնեք միություն, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է գիտեք ինչ նոր ձեռքբերումներ, այն այրուզները, ովքեր որ ամուսնացած չեն, ամուսնության առաջարկություն կլինի, պսակադրություն կլինի, երեխաների ամուսնություն կլինի, երեխաների մկրտում կլինի, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի այրուզներ, դրանք կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին կարիչ համաստեղության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ իրավիճակ է մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություններ
երազանքներ ունեք, նպատակներ ունեք, դուք այդ երազանքների նպատակների վրա մեծ էներգիա եք ծախսում, մեծ աշխատանք եք տալիս, գիտեք ինչ, եւ սիրելի գույսեր, ձեր այդ երազանքները, նպատակները կատարվում են։ Գիտեք ինչ, սիրելի գույսեր, հնարավոր է միացում լինի, վաղուց ինչ-որ բաժանված զույգեր, բաժանված ընտանիք, իրարից հեռու գտնվող ընտանիքի անդամներ, հնարավոր է լինի միացում։ Այն գույսերը, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի գույսեր, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում եւ ընտանիք կազմելու, համատեղ ապրելու հնարավորություն կունենաք։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի գույսեր, ձեր այդ երազանքը նպատակները կատարվում են։ Այս լիալուսինը ձեզ այնպիսի հնարավորություն է տալիս, այնպիսի էներգիա է տալիս, որ դուք նույնիսկ գիտեք ինչ, եթե նույնիսկ պատերի մեջ լինեք, դուք այդ պատերի միջից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի գույսերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ի Կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի գույսեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս որոշակի դժվարություններ, խնդիրներ, հնարավոր է աշխատավարձի հետ կապված խնդիրներ, հնարավոր է դուք այդ աշխատանքը, որտեղ զգում եք, որ արդեն դա ձեր տեղը չի, դուք այդ աշխատանքից հրաժարվեք եւ դուրս գաք։ Հնարավոր է ձեր աշխատանքային ոլորտում խնդիրներ, վիճաբանություններ, տարաձայնություններ։ Նաեւ այսպիսի իրավիճակ է, սիրելի գույսեր, ուշադիր եղեք, հնարավոր է վիճաբանություն լինի, տարաձայնություններ լինի, խնդիրներ լինի, խորհուրդ եմ տալիս շուտապույտ ձևով այդ աշխատանքի վայրից չհրաժարվեք, որովհետև այստեղ ցույց է տալիս, որ ներքին խնդիրներ, ներքին ինտրիգաներ է, որոնք կամաց կարող է լուծվեն եւ դուք շուտապույտ որոշում կայացնելով հնարավոր է այդ աշխատանքից զրկվեք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի գույսերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի գույսեր, առողջական խնդիրներ չկա, առողջական խնդիրներ եթե կան լուծվում են, լավացվում է։ Գիտեք ինչ, հնարավոր է երեխայի ծնունդ, եթե նույնիսկ առողջական խնդիրներ կար, սիրտանոթային համակարգի հետ կապված, զարկերակային ճնշումի հետ կապված, լավացում է ցույց տալիս, ապակինում է ցույց տալիս, առաջխաղացում է ցույց տալիս։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի գույսեր, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի գույսեր, ձեր երազանքները կկատարվեն։ Ամուսնություն, ամուսնության առաջարկություն, երեխայի ծնունդ, երեխայի կնունդ, ձեր երեխայի ամուսնություն, մեծ ձեռքբերումներ, մեծ հնարավորություններ, ինչ նպատակ եւ երազանք որ ունեք, սիրելի գույսեր, այդ ժամանակահատվածում կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կշեռք համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների ֆինանսական ոլորտում։ Սիրելի կշեռքներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեք, սիրելի կշեռքներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստեղության հովանավորության տակ
տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կատարվելու է։ Հաջողության անիվը ավելի լավ է պատտվելու ձեզ համար։ Եթե նույնիսկ խնդիրներ կան, սիրելի կշիռներ, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Հաղթանակներ անձնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, գործնական ոլորտում, առողջական ոլորտում, եթե նույնիսկ կան խնդիրներ, պրոբլեմներ, այդ խնդիրները, պրոբլեմները ձեզանից բախվում են։ Ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է, նոր աշխատանք, աշխատավարձի բարձրացում, ֆորտունան, հաջողության անիվը ամբողջովին ձեր կողքին է, սիրելի կշիռներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշիռների անձնական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կայաչամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Գիտեք ինչ, սիրելի կշիռներ, հնարավոր է որոշակի խնդիրներ, հնարավոր է որոշակի պրոբլեմներ, բայց դրանք լուծելի են։ Դրանք լուծելի են, այստեղ ցույց է տալիս, որ կա ելք, կա հնարավորություն, դուք կարողանաք տիեզերական ուժերի շնորհիվ այդ ելքը գտնել, այդ դժվարությունից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս գալ։ Սիրելի կշիռներ, մարդիկ կան, ովքեր որ երկար ժամանակ սպասում էին, որ փաստաթուղթ ունենան, երկրից դուրս գան, երկրից տեղափոխվեն, ձեր այդ երազանքը, նպատակը կատարվում է։ Դուք հնարավորություն կունենաք ձեր տարածքից դուրս գաք։ Նաև սիրելի կշիռներ, հնարավոր է ներքին խնդիրներից, պրոբլեմներից, տարաձայնություններից, վտանգավոր իրավիճակներից դուրս գալու հնարավորություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշիռների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կառիչամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի կշիռներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, հաջողություն, առողջացում, լավացում, հնարավոր է առողջարան գնաք, հնարավոր է ինչ-որ պրոցեդուրաներ ընդունեք, որոնք ավելի են լավացնելու ձեր առողջական, ֆիզիոլոգիական վիճակը։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կշիռներ, 2025 թվականի մայիսի 12-ին կառիչամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի կշիռներ, ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեք ֆինանսական ոլորտում, անձնական ոլորտում, առողջական ոլորտում, այո, ձեր բոլոր երազանքները, ձեր բոլոր նպատակներն ու ձերը կատարվեն, հաջողություններ է ցույց տալիս։ Այժմ տեսնենք ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի մայիսի 12-ին կառիչամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կառիչամաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ կլինեն հաջողություններ։ Կա խնդիրներ, խնդիրները կախված է ֆինանսական պրոբլեմներից։ Ձեր մոտ ֆինանսական պրոբլեմները կլուծվեն եւ անձնական ոլորտում խնդիրներն ու պրոբլեմները կհաղթահարվեն։ Դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս կգաք։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ձեր անձնականը եւ ֆինանսականը ամբողջովին իրար կապված է։ Եթե ֆինանս կա, ձեր անձնական երջանկություն կա։ Այստեղ նույնպես նման իրավիճակ է ցույց տալիս։ Կարիճը առանց ֆինանսական հաջողության անձնական երջանկություն չի ունենում, որովհետև կարիճը պետք է ֆինանսապես հաջող լինի։ Եվ դուք, սիրելի կարիճներ, քանի որ այս լիալուսինը ձեր հովանավորության տակ է, ձեր էներգետիկայի տակ է, ինքը ակտիվացնում է ձեր ֆինանսական հաջողությունը, ինքը ակտիվացնում է ձեր անձնական երջանկությունը։
Այս լիալուսինը սիրելի կարիճներ, դա 200% ձեր լիալուսինն է, ձեր համար է նախատեսված եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություններ, կլինի ֆինանսական հաջողություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում։ Ձեր էլի եմ ասում, եւ ֆինանսականը եւ անձնականը իրար հետ կապված են։ Փող կա, երջանիկ եք, փող չկա, դուք դες երջանիկ չեք զգում։ Սիրելի կարիճներ, այս լիալուսինը ցես հնարավորություն կտա երջանկություն ստանաք, ֆինանսական հաջողություններ ունենաք, սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք։ Եթե նույնիսկ պարտքեր ու խնդիրներ կա, դուք հնարավորություն կունենաք այդ պարտքերից, այդ խնդիրներից ձերբազատվել եւ դուրս գալ։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, 2025 թվականի մայիսի 12-ի տեղի ունեցող լիալուսինը դա իրոք ձեր լիալուսինն է, ձեր էներգետիկայով լցված եւ ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Կան որոշակի առողջական խնդիրներ, բայց կան նաև լավացում։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ցույց է տալիս, որ կան առողջական խնդիրներ, խորհուրդ եմ տալիս անպայման դիմեք ուշ հիմնարկություն, որովհետև բարդություններ չկա, հետևակի ֆինանսականներ դրում եւ դուք ամբողջովին կլինեք առողջ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիճներ, 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի կարիճներ, ձեր երազանքը կկատարվի, ֆինանսական հոսքեր եւ անձնական երջանկություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում այդ աղեղնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Այս լիալուսինը ձեզ հնարավորություն է տալիս, որ դուք հաղթական արշավ կատարեք։ Ձեր անձնական ոլորտում ինչ երազանք որ ունեք, դուք այդ երազանքին հաղթարշավով հասնելու եք։ Ամուսնության առաջարկություն, այն ընտանիքը, այն աղեղնավորները, ովքեր որ ամուսնացած են, ձեր տան մեջ հաջողություն են մտնում։ Շատ վաղուց ինչ որ երազանքներ ունեք, նոր ձեռքբերումներ ունենաք, նոր հնարավորություններ ունենաք, այս լիալուսնի ժամանակահատվածում դուք ձեր այդ երազանքներին, նպատակներին հասնում եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների անձնական ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի աղեղնավորներ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում հաջողություն, ամուսնության առաջարկություն, համատեղ ապրելու հնարավորություն, ընտանեկան երջանկություն, երեխա ծնվելու հնարավորություն, ձեր երեխաների ամուսնություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի աղեղնավորներ, այդ ժամանակահատվածում ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Չկա առողջական խնդիր, եթե նույնիսկ կա առողջական խնդիր, կա արագ ապաքինում, լավացում։ Գիտեք ինչ, հնարավոր է որ ինչ որ խնդիրներ կար ձեր
հորմոնալ ֆոնի հետ կապված հնարավոր է նաև սխալ ախտորոշում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի աղեղնավորներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի աղեղնավորներ, ձեր այդ երազանքները նպատակները կատարվում են։ Հնարավոր է սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում այծելջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների ֆինանսական ոլորտում։ Սիրելի այծելջուրներ, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն, հնարավորություններ, նոր ձեռքբերում, նոր աշխատանք, նոր պաշտոն, աշխատավարձի բարձրացում, ձեր սեփական աշխատանքը, ձեր սեփական բիզնեսը ունենալու հնարավորություն։ Սիրելի այծելջուրներ, դուք նաև հնարավորություն կունենաք ձեր նախասիրությունը, ձեր հոբին դարձնել ձեզ համար ֆինանսական հոսքեր բերելու հնարավորություն։ Սիրելի այծելջուրներ, եթե նույնիսկ կար ֆինանսական խնդիրներ բանկային համակարգի հետ, դրանք բոլորը լուծվում են։ Խնդիրներ եթե կար նույնիսկ իրավական ֆինանսական պրոբլեմներ կար, սիրելի այծելջուրներ, դրանք բոլորը լուծվում են։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների անձնական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, սեր, միություն, սիրո առաջարկություն, ամուսնության առաջարկություն։ Եթե նույնիսկ ամուսնացած են մեր սիրելի այծելջուրները, ձեր երեխաների կյանքի մեջ է ցույց տալիս հաջողություն։ Հնարավոր է երեխան ինստիտուտ ընդունվի, հնարավոր է երեխան ամուսնանա, հնարավոր է թողնիկի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, ձեր եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում մեծ հաջողություններ է, ոչ թե փոքր երազանքներ, այլ մեծ հաջողություններ է եւ մեծ հնարավորություններ է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի այծելջուրներ, ձեր առողջական ոլորտում չկա խնդիր։ Եթե նույնիսկ վախեր կան, պրոբլեմներ կան, վախեր կան, որ ինչ-որ ուժեղ խնդիրներ կա, այդ վախերը ամբողջովին փարատվում են։ Առողջացում եւ լավացում առողջական ոչ մի խնդիր չկա։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այծելջուրներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, ձեր երազանքը կկատարվի բոլոր ոլորտներում հաղթանակ եւ հաղթանակ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում Ջրոս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոսների անձնական ոլորտում։ Սիրելի ջրոսներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, սիրելի ջրոսներ։ Գիտեք ինչ, Կարիճ համաստեղությունը իր էներգիան ձեզ է տալիս, ձեր անձնական ոլորտում հաջողություն, ամուսնություն, ամուսնության առաջարկություն,
երեխա ունենալու հնարավորություն, այն ջրոցները, ովքեր որ ընտանիքի մեջ են, արդեն ընտանիք են, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, որ արդեն կանգնած եք բաժանության առաջ, այդ փաստաթղթերը ամբողջովին չերարկվում են, եւ ձեր տան մեջ մտնում է սեր եւ միություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների ֆինանսական ոլորտում, սիրելի ջրոցներ, այդ ժամանակահատվածում ձեր ֆինանսական ոլորտում հնարավոր է որոշակի բարդություններ, որոշակի դժվարություններ, բայց դուք խելամիտորեն կկարողանաք այդ խնդիրները հաղթահարել եւ դուրս գալ։ Ուղղակի որոշակի դատար որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք այդ խնդիրներից ձերբազատվել, բայց դուք հնարավորություն կունենաք այդ խնդիրներից ձերբազատվել։ Հնարավոր է իրավական դռների, ֆինանսական փաստաթղթերի հետ կապված պրոբլեմներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների առողջական ոլորտում։ Սիրելի ջրոցներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում ձեր առողջական ոլորտում ոչ մի պրոբլեմ չկա։ Ցույց է տալիս, որ դուք կարող եք երկրից դուրս գալ, կարող եք քննարկել էքսկուրսիա, կարող եք առողջացման պրոցեդուրաներ ընդունել, որը ավելի լավ կավելացնի, ավելի կակտիվացնի ձեր ֆիզիոլոգիական դաշտը, ձեր մարմինը։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, այո, սիրելի ջրոցներ, ձեր երազանքները կկատարվի նույնիսկ ամենա ներքին հոգու անկյունում պահած երազանքը, որի մասին դուք վախենում եք մտածել, ձեր այդ երազանքները կկատարվեն, հնարավոր է ամուսնության առաջարկություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում ձկներ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ձկների անձնական ոլորտում։ Սիրելի ձկներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, սեր, միություն, երազանքների նպատակների կատարում, եթե ամուսնացած չեք, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, հնարավոր է ձեր տան մեջ նոր ձեռքբերումներ, հնարավոր է երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի ձկներ, ինչ երազանք նպատակ որ ունեք, այդ ժամանակահատվածի հետ կապված ձեր այդ երազանքների նպատակները ոչ թե 100%-ով են կատարվելու, այլ 1000%-ով են կատարվելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ձկների ֆինանսական ոլորտում։ Սիրելի ձկներ, 2025 թվականի մայիսի 12-ը Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսինը ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է մտցնելու։ Ֆինանսներ, եթե նույնիսկ աշխատանք չունեք, դուք կունենաք աշխատանքի հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի ձկներ, ոչ թե սովորական աշխատանք, որտեղ որ դուք ուղղակի ձեր ժամանակն եք անցկացնելու թեթև վարձատրությամբ, ոչ, լավ աշխատանք, լավ վարձատրվող աշխատանք, այն ձկները, ովքեր որ աշխատանք ունեն, ովքեր որ համակարգի մեջ են աշխատում, իրենց մոտ հնարավոր է պաշտոնի բարձրացում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ձկների առողջական ոլորտում։ Սիրելի ձկներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկան, պրոբլեմներ չկա, առողջացում, լավացում։ Գիտեք ինչ, սիրելի ձկներ, նույնիսկ եթե դուք կոմայի մեջ ընկած մարդիկ եք, նույնիսկ հարազատներ ունեք, ովքեր որ հիմա կոմայի մեջ է, ցույց համաստեղության տակ ծնված մարդ է, ցույց է տալիս, որ առողջացում է, լավացում է, կա երեխայի ծնունդ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ձկներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճ-Համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, ձեր երազանքները կկատարվեն բոլոր ոլորտներում, անձնական, գործնական, ֆինանսական։ Այո, ձեր երազանքները կկատարվեն։
Ահա ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիչ համաստողության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում մեր սիրելի կենդանակերպի յուրաքանչյուր նշաններին։ Այս կանը սիրելիներս հաջողություն, ստեսություն։